Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, ողջույն, պարոն Գրիգորյան։ Ինձ գիտեք ինչ հետաքրքիր քաղաքացիական պայմանագիր է ձեր ուժը, ինչու է, ասենք, Սամվել Կարապետյանի եղբորորդու ստեղծած այս շարժումը, որը քաղաքական կուսակցություն երևի թե պետք է դառնա, այսպես ասենք, կապվում նախկինների հետ Նարեկ Կարապետյանը օրերս ասում էր, որ կոնսոլիդացիա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ չի լինելու, բայց իհարկե որոշ անձանց հետ հնարավոր է համագործակցություն, ինչ փաստեր ունեք, պարոն Գրիգորյան։ Տեսեք, նախ առաջին հերթին նրանք քաղաքական սնանկություն ունեն մարդկանց տեսակի եւ որակի իմաստով, որովհետեւ նրանք չեն գտնեն այն գրագետ մարդուն, այն մարդուն, ով երբեք քաղաքականության որևիցե խմբակցության անդամ չի եղել, որովհետեւ կուսակցության անդամ չի եղել կամ որևիցե ձև վարկաբեկված չի, այլ ըստ էության գնում եւ գտնում են Ռոբերտ Քոչարյանի խմբակցության որևիցե падգամավորի, հանրապետական կուսակցության եւ այլն, եւ նրանք ասում են, որ մենք իբրև թե կապ չունենք հների հետ, բայց ոնց կարող է կապ չունենա մեկը, ում հայրը նախկինում հանրապետական կուսակցության падգամավոր է եղել, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է եղել, այսինքն այս ստերը, որ ուզում են հրամցնել, այսօր քաղաքական դաշտում ժողովուրդը իրապես քաղաքական հասունացում ունի եւ քաղաքական դաշտում իրենք շատ լավ են պատկերացնում ով է եւ ինչ է եւ հիմա իրանք միմյանցից փորձում են ձայներ խլելով մուտք գործել խորհրդարան, բայց իրանք էլեկտորատը նույնն է եւ այսպես ասենք սևացնելու տեխնոլոգիա է կիրառում այս ուժի նկատմամբ, որ Սիրելի ժողովուրդ, սա այն երրորդ ուժը չի մաքրամաքուր, որ դուք պատկերացնում եք, սա նախկիններից է, այսպես։ Ճիշտ ասած, մենք փաստերն ենք արձանագրում, որովհետեւ բան սուտ կամ կեղծիք չենք տարածում, փաստերը, որ չգիտեմ, օրինակ Թաթոյանը Սերժի փոխնախարարն էր, այդ ոնց եղավ մի անգամից փոխվեց եւ երկրորդը սևացնելու իրենց բան չկա, որ մենք թույլ տանք իրենք անընդհատ խոսեն, իրենք իրենց սևացնում են Քոչարյանի այդ Օմամլու ասուլիսը վառ օրինակ, որ մենք պետք չի որևէ բան ասենք, իրանք առանձայն էլ սևացնում են, եթե սև չեն։ Իսկ դուք գիտեք, որ պարոն Թաթոյանին 2016-ին օմբուդսմեն ընտրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ կողմ է քվեարկել վստահության կանխավարկածով։ Հա, տեսեք, մարդով նաև Փաշինյանի օմբուդսմենն է եղել փաստորեն։ Տեսեք, մարդը գալիս է ազգային ժողով, ելույթ է ունենում եւ եթե կարողանում է համոզել նաև մեզ, մարդի անձը թողենք թե ով է ինքը, մենք ընտրում ենք, բայց հետագայում նրա քաղաքական ճանապարհը, նրան ուղեկցող քաղաքական մարդիկ, եթե նախկինի հետ կապ ունեն, ուրեմն նախկին են, այսինքն չի լինում, տեսեք, մի հատ բան եմ ուզում այստեղ արձանագրել, ընդդիմության շարքերում, այն ցածրի շարքերում կա եւ վերևի շարքերում կա պաշտոնաքաղց, այսինքն նրանք մտածում են, որ եթե մի խելացի մարդ բերենք, ով որևիցե ձև վարկաբեկված չէ եւ խելացի է, վաղը ինքն է դառնալու падգամավոր, ինքն է դառնալու, չգիտեմ, ինչ-որ պաշտոնյա եւ կարելի է ոչ մենք ու այս պաշտոնաքաղցը իրենց տունը քանտում ոնց որ ասված եւ նրանք նույն այն ինչ էլեկտորատ ունեին, այնել են պակասացնում եւ փորձում են իրար մեջ բաժանել Գյումրի 2 սարքել եւ այլն, բայց ժողովուրդը մեկ անգամ սխալվել է, վստահ եմ հաջորդ անգամ չի սխալվել։ Բայց Սամվել Կարապետյանի ուժը ինչով թարմարյուն չի մեր քաղաքական դաշտում, պարոն Գրիգորյան։ Տեսեք, ես ամբիոնից էլ ես մասին ասել։ Իշխանություն չեն եղել։ Այո, լավ, Կարեն Կարապետյանը եղել է ՀԿ, նույնիսկ եթե չեմ սխալվում, խմբակցության անդամ Սերժ Սարգսյանի ղեկավար խմբակցության, եթե չեմ սխալվում, էլի, բայց նրանք այսպես թիվ 1 պատասխանատուն չեն եղել։ Տեսեք, իշխանության իրենց մեկ հեց էր, ոնց որ մեր լեզվով ասած դավեր է արվել, այդ մի հեծն էլ չկարողացան ղեկավարել, այսինքն ոնց են պատկերացնում մի ամբողջ երկիր ղեկավարել կամ ինչ է նշանակում մարդը երկար տարիներ ապրի Ռուսաստանում, այնտեղ գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետության մասին ընդհանրապես չմտածի, մեկ էլ մի անգամից որոշում են, որ չէ, Հայաստանի Հանրապետության մասին պետք է մտածվի։ Եվ ես ուզում եմ նաև ասել, իմ գործընկերները այս մասին ասեցին, 44 օրյա պատերազմի այդ հայտարարությունը, որ ինքն է արել, դա ուղղակի խայտարարակություն է։ Ես չեմ կարող պատկերացնել գեթ 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ այդ հայտարարությունից հետո պետքա գնա եւ իրեն ընտրի։ Ես չգիտեմ իրենք ոնց են խաբելու, ոնց են համոզելու ժողովրդին։
Սա է հայտարարությունը, որ այդ բռնի տեղանման օրերին կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցության սեղան, հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել, բայց վատ կոչ չի, եթե։ Չէ, վատ կոչ չի, բայց հայի կոչ չի։ Հայաստանի Հանրապետության քաղաքական գործչի կոչ չի, Հայաստանի Հանրապետության բիզնեսմենի կոչ չի։ Դա այդ կոչը կարող էր անել, օրինակ, չգիտեմ, Ֆրանսիայի մի գործարար, այդ կոչը կարող ֆրանսիացի կամ ռուսաստանցի ինչ-որ այլ գործարար, այսինքն, որ իր համար մեկ էր։ Ամեն դեպքում խաղաղ ճանապարհով լուծում գտնելու տարբերակները կոչ արել, որ գտնեն, հոչեր ասելու հարգելի արցախցիներ, կռվեք մինչև վերջին հայը, թող ինձ ներեն այս ձևակերպման համար, ռացիոնալ չի, որ խաղաղ ճանապարհներ գտեք։ Խաղաղությունը միանշանակ է ռազմատենչ չէր, էլի։ Տեսեք, խաղաղությունը այն միակ գիծն է, որ մենք ենք միշտ առաջ տանում, բայց ինքը կարող է ասել ամեն ձև աջակցում եմ հայ ժողովրդին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Ինքը այդ նմանօրինակ արտահայտություն չի արել, ասել է կողմերին, այսինքն ինքը հավասար նժարի վրա է դրել եւ հայերին եւ ադրբեջանցիներին, այսինքն ինքը որևիցե մի առավելություն իր կոչի մեջ չի տվել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Ես հասկացա ձեր մեկնաբանությունը, իսկ հայի կոչ էր պարոն Ալեն Սիմոնյանի այն հակադարձումը, որ մնայիք կռվեիք Ղարաբաղի հայրեներ։ Տեսեք, կամ կներեք իշխանության վարկագիծը, որ Արցախի հայերը մենակ մնացին Ադրբեջանի ագրեսիայի դեմ եւ մեր բանակը Հայաստանի չկռվեց։ Տեսեք, Հայաստանին այո այդ ժամանակ իրապես Հայաստանի Հանրապետությանը փորձում էին ներքաշել պատերազմի մեջ, իրապես փորձում էին այս ինչ որ այս պահին գնում են խաղաղության չգնանք եւ պարոն Սիմոնյանի ասածը ես իմ ձև կարող եմ մեկնաբանել, որ այո, եթե ըստ էության պատերազմ էր, պետքա կռվեիք, ոչ թե ջիպերով փախնեիք, ոչ թե գորգերի մեջ փաթաթված փախնեիք ու այդ ամեն ինչը տեսնում էր զինվորը, հայ զինվորը 18 տարեկան եւ այդտեղ են ասում մարտական կամքի իմաստով կամքը կոտրվում էր եւ բայց արցախցիները շատ մեծ զոհեր են տվել պարոն Գրիգորյան։ Ես որովհետեւ մեկին չեմ թիրախավորում արցախցի Հայաստանի Հանրապետության վիճակագրության հետ համեմատ նրանք ավելի շատ միջին են։ Տեսեք, ես չեմ առանձնացնում հային Հայաստանում էր ապրում թե Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր, ես ասում եմ այն փախած մարդկանց մասին եւ վստահ եմ, որ պարոն Սիմոնյանն էլ էդի նկատի ուներ։ Այն մարդիկ, ովքեր փախել են եւ չեն կռվել։ Այն որ Երևանի կաֆեներում, ռեստորաններում իրանք քեֆ էին քաշում, բայց պատերազմ էր, այն ուտես մի շարք բաներ։ Որովհետև մեկնաբանվեց, որ բոլոր Արցախի հայերը նկատի ունի, որ ինչու ձեր հայրենիքը լքեցիք, կռվեիք։ Դե տեսեք, քաղաքական գործունեության մեջ բառն ասում ես, կարող են տարբեր ձև մեկնաբանել եւ բայց թե դու ինչ միտք ունես այդ ասելուց, այդ մենակ գիտես երևի դու հետո բացատրություն ըստ էության տալիս։ Հա, ես սա ուզեցի հիշեցնել, ուղղակի որ ասեցիք հայի մեկնաբանություն չէր, ուզում եմ ասել իշխանության տարբեր մեկնաբանություններ էլ որակվում են ոչ հայի մեկնաբանություն։ Դե հիմա եթե դա իրապես այդպես լիներ, մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 21 թվականին բացարձակ մեծամասնություն ձայն չէր, քվե չէր տա եւ ես վստահ եմ 26 թվականին քաղաքացին նույնն է անելու ու բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի Հանրապետությունը եւ այ ժողովրդին թալանել են, իրենց տեղը ցույց է տալու, թե հիմա ոնց, չգիտեմ, ոնց ուզում են անեն, մեկին բերեն ասպարեզ, թե ինքը իբրև թե կապ։ Տեսեք, իրանք այնքան մեղք են, որ ես հենց ուղղակի խեղճում եմ, որ չգիտեմ, իրանք այն մարդինով շատ ասոցացված չէ, բերում են, որ իր հետևից գան ու ասեն ժողովուրդ հների հետ կապ չունի, այսինքն իրանք այդքան վատն են ըստ էության ժողովրդի աչքին, որ փորձում են տարբեր դեմքեր փոխելով ինչ-որ հարցեր լուծել։ Տեսեք, 21-ին Արցախը կար, շատ վատ վիճակում, բայց կար։ Այսօր 25-ին չկա եւ 26-ին էլ չի լինելու։ Այս պարագայում իշխանությունը արդյոք մեծ հարված չի ստացել իր հեղինակության եւ արդյոք ցույց չի տվել, որ չպաշտպանեց Արցախը, չվարեց արդյունավետ դիվանագիտություն, որ այն չհայաթափվի, հետեւաբար ուզում եմ այսպես ասենք զուտը ընդդիմության տեսակետը ներկայացնելով կասկածի տակ դնել ձեր այդ համոզմունքը, որ դուք 50+% ձայն կստանաք։
Տեսեք, ինչ երեսով եք այդպիսի բան ասում։ Նախ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե այս տեսակ ինքնիշխան չի եղել, երբևիցե այս տեսակ անկախ չի եղել եւ միջազգային փաստաթղթերում արտացոլված եւ մեր երկրում խաղաղություն որևիցե մեկը չի ցանկացել գնալ խաղաղության եւ որևիցե մեկը այդ կամքը չի դրսևորել քաղաքական, որ պետք է գնա, մենք հիմա դրսևորել ենք եւ գնում ենք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ ճիշտ է հասկանում եւ Հայաստանի Հանրապետությանը պետք է խաղաղություն, իսկ ինչ վերաբերում Լեռնային Ղարաբաղի այդ մասին, որ ասում եք հիմա չկա Լեռնային Ղարաբաղը, ըստ փաստաթղթերի Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ չկար եւ այդ այն մենք հիմա առաջարկում է վարչապետը եւ մենք բոլորս մեր հայրենասիրության մոդելի այն մասը, որ մենք ունենք այն ինչ որ ունենք եւ այդ պետքա պահպանենք մեր միջազգային ճանաչված սահմաններով եւ զորացնենք մեր երկիրը եւ զարգացնենք հիմա մենք այս տեսլականով գնալու ենք ընտրությունների եւ ես վստահ եմ որտեւ ես ինքս Երևանում չեմ ապրում ես գյուղում եմ ապրում ամեն օր գնում եմ գյուղ ու մարդկանց հետ շփվում եմ տարբեր ֆորմատների ընդդիմախոսների հետ եմ շփվում այնպես չի որ բոլորը միակարծիք են եւ ես վստահ եմ որ 26 թվականի ընտրություններին մենք միանշանակ հաղթելու ենք ընտրությունները եւ վստահեցնել եւ մեզ վստահության քվե են տալու որպեսզի մենք գնանք խաղաղություն։ Իսկ պատահականորեն ձեզ որևէ մեկ այդ ընդդիմադիր քաղաքացիներից չի հարցնում ինչու եք Արցախը որակում որպես թոք Հայաստանի վզին, ասում եք մենք ավելի անկախացանք եւ կներեք սա նաեւ իշխանության դեմ մեղադրանքներ առաջացնում, որ պես բերեր ազատվեցինք, անկախացանք Արյան գնով եղավ զոհերի գնով, բայց անկախացանք։ Տեսեք, ոչ թե բերեր Հայաստանին, այլ Լեռնային Ղարաբաղը միշտ պահում էին, որպեսզի Հայաստանի Հանրապետության այլն դրանք չթողեն, որպեսզի միշտ ինչ-որ հակամարտության տեղ մնա, որպեսզի Կովկասում չլինի խաղաղություն, որպեսզի Հայաստանը չգնա խաղաղություն, որ կապված լինի ինչ-որ այլ օտար երկրապետությունից եւ խնդրի եւ այն հիմա անդիմության թեզն ինչ ասում է աշխարհում կա իրանց համար աշխարհում կա երկու երկիր Ռուսաստան եւ Թուրքիա, այսինքն իրանք մտածում են որ այդ երկու երկիրն է, բայց դիվանագիտությունը այն գործիքակազմն է, որ պետքա դու բոլոր աշխարհի բոլոր գերտերությունների եւ բոլոր պետությունների հետ ունենաս քո հարաբերությունը։ Հիմա մենք գնալու ենք, ասելու ենք եւ 26 թիվը սարերի հետևում չի, մի քանի ամիս բան է մնացել ու կտեսնենք դրանից հետո վստահ եմ այս տաղավարում կքննարկենք ու կտեսնենք ինչ պատասխան տվեց։ Թե իշխանությունների ձախողումն է ուզում արդարացնել, երբ որ ասում է թոքեր, թոքից ազատվեցինք կամ ռումբեր պետականության տակ, այսինքն Արցախի կորուստը փաթեթավորել որպես լավ բան, որ մեզ հետ տեղի ունեցել։ Տեսեք, հիմա մենք այս տաղավարում քննարկում ենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրսում քաղաքացիների հետ քննարկեինք, քաղաքացիները այդ նույնն էին ասելու, ինչ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, այսինքն տեսեք, որ թողում են ինչ-որ մի տարածք, որտեղ միշտ հակամարտություն լինի, որտեղ միշտ ոնց որ մեր լեզվով ասած կռվա խնձոր լինի, որպեսզի հանկարծ Հայաստանի Հանրապետությունը խաղաղություն չկենքի եւ խաղաղ չապրեն հայ ժողովուրդը եւ չզարգանան, որպեսզի կախված լինեն ինչ որ մարդից, ինչ որ պետությունից, ինչ որ, չգիտեմ, այլ օտար երկրապետություններից, որ այստեղ չղեկավարվի Հայաստանի Հանրապետության շահերին, այլ ղեկավարվի այլ երկրի շահերին։ Այս պետությունը տարվի դեպի այդ կոնտեքստ։ Ես նկատել եմ, որ իշխանականները, այսպես ասենք, Սամվել Կարապետյանին կամ նրան թիմին Կրեմլից ուղարկված լինելու մեջ են մեղադրում, ունեք փաստեր։ Տեսեք, պետք չի որևէ փաստ ունենալ, պետք չի որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել, դա ասում ենք մենք, ըստ էության ձեր ասած իշխանությունները, բայց իշխանություններն ասում են ինչ որ ասում են ժողովուրդը։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ այլ երկրների քաղաքացի է։ Կիպրոսի քաղաքացի է, չէ՞ եք ասում Կիպրոսից ուղարկված։ Եվրամիությունն է ուղարկել նրան Հայաստան։ Ասեմ, որովհետեւ այս ֆոնը, այն ֆոնն էր, ձեր ասած որ չկարողացան այդ Լեռնային Ղարաբաղը թողեին հակամարտության գոտի, չկարողացան այլ Քոչարյանի Ռոբերտ Քոչարյանի մտածին, որ Ռոբերտ
Քոչյանը գալու է եւ այլն, Ռոբերտ Քոչյանը մերժվեց, հիմա Սամվել Կարապետյանը դրանից առաջ, չգիտեմ, ինչ սրբազան շարժում էին ասում, այդ, այսինքն ամեն ձև ուզում են այստեղ բան փոխեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան չլինի եւ ասեմ, եւ որովհետեւ այս պահին ընդդիմադիր քաղաքական գործիչները տանում են բոլորովին միութենական պետության գաղափարախոսությամբ, ծայրագավառի գաղափարախոսությամբ եւ իրանք ասում են, եթե չլինի Ռուսաստանը, կկործանվենք մենք ու այս մեր մեջ, նաեւ մեր մեջ սերմանել էին դեռևս շատ հին ժամանակներից, այս սովետական միության այդ հատուկ գործողություններն են, որ մեր մեջ սերմանեն, եթե չլինի, եթե մենք Ռուսաստանի հետ որից է բան իր ասելով չանենք, մենք խնդիր ենք ունենալու, բայց մենք պետք է առաջներթին մտածենք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի մասին։ Հիմա Սամվել Կարապետյանն եկել է դրսից օլիգարխ, մի հատ հեծ էինք տվել, այդ հեծը հիմա գոնե փաստերով տեսնում ենք ինչա կատարվել հեծում եւ բոլորս էլ գիտենք որ քամին խփում էր լուսերն անջատվում էին հիմա ահռելի մեծ ծավալի աշխատանքա դրվում են տեղ անելու հիմա ինք եկել ասում այս պետություն եմ ուզում չգիտեմ կառավարել որ մի հատ հեծ չեք կարող կառավարեք պետություն ոնց է կառավարել եւ դրա համար KGB-ի պատվալ պետք է նանետվել ոչ ինքը բաները ասել եւ երեք էլ նորից քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց նաև փողերի լվացման տեսանկյունից, այսինքն ինչ է նշանակում դրսից գա ինչ-որ մեկը ու ստեղ որոշի կարգեր ու բարքեր փոխել, մենք միանշանակ թույլ չենք տալու, բոլորի տեղը ցույց ենք տալու ու ես վստահ եմ, որ այն մարդը ով կփորձի Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին որոշակի ձև տղայական ասել ու իրեն ժողովրդն անեն, նրանց համապատասխան տեղ հարմար սարքած տղայական ձևը ինչքան գիտեմ դեռ քրեականացված չի իսկ պարոն Կարապետյանը իր ձևով արտահայտության համար է նստել այսինքն եթե նույնիսկ տղայական է ինչը դուք եք ասում դա քրեորեն պատժելի չի տեսեք այս ինչ որ մենք հիմա խոսում ենք սրա հստակ պատասխանը քննչական կոմիտեն տվել է իրավական իմաստով ես իրավաբան չեմ ես տնտեսագետ եմ բայց իրավական այդ իրավական կողմը ասել է եւ ըստ էության եթե ինքը մեղավորություն չունենար ես վստահ եմ որ այսօր դատական համակարգը այնպես չի որ ծառայում է իշխանությանը, այդպես չի անկախ դատական համակարգը ու ես հələ հակառակը կասեմ դատական համակարգի մեծ ես երեք բանում եի Կհիշեցնեք վերջին ակտը իշխանության դեմ դատական համակարգի ասեմ իշխանության դեմ օրինակ այս վերջում Շենգավիթի թղապետը դատապարտվեց, չդատապարտվեց, այ որ ինքը լիներ ընդդիմությունից, հիմա սա ասելու են քաղաքականը։ Դե, գիտեմ, այսօր հայտարարությունը կարտա երևույթն եմ ասում, եւ ես ասում եմ, որ ավելի շատ քաղաքացիների հետ շփումներին բանով հարցազրույցեր կազմակերպել, ոնց որ քաղաքացիներն հարց էին տալիս, ես պատասխանում էի, քաղաքացիների մեծամասնությունն ասում էր, որ դատական համակարգը պետք է առողջացվի, դատական համակարգը պետք է փոխվի, որտեղ դատական համակարգում գնում է մարդը հստակ փաստերով քննչական կոմիտեն ոստիկանություն իրավապահ մարմինները տալիս են փաստերը, բայց գնում են այնտեղ, մեկ էլ տենում ես, հոպ, այդ մարդը դուրս եկավ ու իրանք պարծենում են, նույնիսկ ազգային ժողովի ամբիոնից ասում են, տեսակ մեզ դատավորը բաց թողեց, այսինքն այն դատավորը, որ իրենցն է բաց թողում լավն է, այն դատավորը, որ իրենցն է բռնում վատն է, այսինքն իրանք կողմնապահ ասույթով են հանդես գալիս։ Տեսեք, պարոն Գրիգորյան, բայց ես նկատեցի ԿՊԱ-ից բավական անհանդուրժող վերաբերմունք այն դատավորի նկատմամբ, որը ազատել էր Հրայր Սարգսակյանին այդ այսպես կոչված սրբազան շարժման գործով փոխել էր խափանման միջոցը եւ իշխանության ներկայացուցիչները ասում են եթե ձեզ սպանելու նախապատրաստություն տեսած լիներ կազատեք նրանց բանտից կամ վարչապետը ասում է պետությանը համը բերանում մտ կմնա այ կներեք այդ բառը չեմ ասի էս ինչ արդյոք սա այսպես հրահանգ չի նաեւ դատական համակարգի, որ չափները ճանաչեն։ Տեսեք, եթե ես լինեի Էլ չասած SMS-ային, այսպես ասել, վարչապետի ծանոթությունները օրինակ ԲԴԽ նախագահային։ Տեսեք, եթե ես լինեի այդ բանը դրույթը ասած մարդ, ես այդ սարկավակը չէ, ես վստահ եմ, ես մոտավորապես մի 5-6 տարի հաստատ կառավարում կասկածնեի, գիտեք ինչի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, հա։
իշխանությունը կապ չունի դատական, չէ, որպես պատգամավոր ես, որպես Նարեկ Գրիգորյան, Ուրատուսի Նարեկ, եթե օրինակ, եթե ես Սերժի ժամանակ դες բան ասեի կամ Քոչարյանի, լավագույն դեպքում, շատ լավագույն դեպքում բանտում մի 7-8 տարի այնտեղ իրանց քրեական ենթամշակույթ գրող անձանց այդ նեղության շրջանակում կապրեի, վատագույն դեպքում էլ ինձ գյուղի մեջ, չգիտեմ, ավտոյի տակ կգցեին, որպեսզի այդ մասին մոռանայինք։ Այսօր այդ մարդը հրյալ, եթե այս խոսույթները 1998 թվականին կանխվեին, 1898-99 թվականներին կանխվեին, չէ լինի հոկտեմբերի 27, այսինքն մենք հիմա տանում ենք նրան, որ բոլորը թողարթարացվեն, հետո լինի հոկտեմբերի 27, ասենք այս ինչ վատ բան եղավ ու տենց շատ լավ բան եք ասում, ընդունելի չի այդ ծայրահեղությունը, այսինքն եթե կա ծայրահեղականություն ահաբեկչական բնույթի, պետք է պատժվի ամենախիստ մեթոդներով, բայց երբ որ քրեական գործերը, այսպես ասենք, հարուցումները, ձերբակալությունները ուղեկցվում են վարչապետի հրապարակային հայտարարությունները, որ հիմա կտեսնես ինչ է լինելու քեզ հետ եւ դատարանը ձերբակալում է եւ այլն, կամ ԿՊ պատգամավորները ձեր գործընկերները ասում են ահաբեկչություն է տեղի ունեցել կամ այսինքն այնպես է մեկնաբանում, որ արդեն այդ ահաբեկչությունը տեղի է ունեցել, բայց մենք դատական դեռ process-ներ ունենք։ Իհարկե մյուս կողմից էլ ընդդիմությունը այսպես չոր կներեք այս բառը օգտագործելու ատկաց գալիս, հա, մինչդեռ մենք որպես օբյեկտիվ մարդիկ կարիք ունենք այսպես դատական process-ներ նայելու։ Ուզում եմ ասել, միայն դուք չեք էլի, որ այսպես կասկածի տակ եք դրում, բայց դուք իշխանություն եք եւ թիվ 1 պատասխանատուն եք բառը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում մինչև 2018 թվականը երբևիցե օրինակ լսել եք, որ մեկի հարազատը, մեկի բարեկամը, մեկի պատգամավորների մասնախոսքը կամ նախարարների, չգիտեմ, օրինակ դատապարտվի, չկա, չի եղել դες դեպք։ Գիտեք, չի եղել, որովհետև ազգային ժողովի պատգամավորը կարողացել զանգել դատավորին, կարողացել է զանգել դատախազին, քննչականին ու ասել այդ գործը տենց եկավ, բայց մենք մեր հարազատները, որ ձեւ ապահովագրված չեն ու անձամբ իմ մոտ կա շատ հարազատ անձնավորություն, շատ հարազատ, որ այս պահին կալանքա կրում Սևան քրեակատարական հիմնարկում, իմ կարելի ասել եղբայրը, որը ինչ-որ անօրինական գործողություն է արել մի ժամանակ, բայց ոչ Գրիգորյան Նարեկը, ոչ քաղաքացիական պայմանագիրիցի որևէ մեկը, ոչ զանգել է դատավորին, ոչ դատախազին եւ այլն եւ այլն։ Այսինքն հարցը շրջացեցիք վարչապետի մեկնաբանությունները։ Տեսեք, վարչապետը Հայաստան ձեր գործընկերների, որ տեղի է ունեցել ահաբեկչություն, նրանք նաեւ քաղաքասարքությանն են կոչանում դատապարտել, մինչդեռ մենք կարիք ունենք փաստերը դիտարկելու։ Ես չեմ ուզում ասել, տեսակ, որ գյուլել բառը այլ կերպ էր օգտագործված, որովհետեւ այդտեղ ինչ-որ Չէ, ես լսել եմ բանավեճ է գնում, որ չէ, սա նկատի ուներ, չէ, սա նկատի ուներ, ինչ կարող եք ասել։ Ասեմ, քանի որ իրենց քաղաքական հայրերի ժամանակ Հայաստանի Հանրապետություն բազմաթիվ պաշտոնյաներ են սպանվել եւ մարդկանց այն հետևում կանգնած մարդը, ով իր դասընկերոջն Պապլավը Գիզուքանում սպանել, հիմա մենք ասենք, գիտեք, այս նկատի ուներ, այն նկատի ուներ եւ դատավորներից չնեղանալ, չասել, որ ինչի համապատասխան պատիժ չեք տալիս եւ դա դիտարկվի որպես հրահանգ, այդ լուրջ չի։ Հիմա մենք դատավորներից նեղանում ենք, ասում ենք, եղբայր, եթե օրինակ ինքը պատրաստում էր ինձ սպանել, չգիտեմ, որպես մարդ, տնենք այն կողմ քաղաքական գործ չէ, որպես մարդ, ես ու դու լսում ենք, մեկը հեռախոսով ասում է, որ Գրիգորյան Նարեկին եւ ձեզ պետքա սպանենք։ Հիմա մենք օրինակ պետքա սպասենք դատարանը որոշում տա, միգուցե դատավորը, չգիտեմ, որոշում չի տա եւ այլն, այսինքն դուրս է գալիս, որ այդպես բան չի եղել, ինքը չի ասել, ինքը բայց դուք ընդունում եք, որ անհանդուրժող եք ձեր նկատմամբ կամ ձեզ ոչ հաճո դատական ակտեր նկատմամբ ստացվում։ Տեսեք, ես նոր մի քիչ առաջ այդ եմ ասում, հա, եթե ինձ դատական ակտը դուր չի գալիս, ես քննադատում եմ։ Նույնը նոր ես մի քիչ առաջ ասացի ընդդիմության մասին, երբ իրանց բացա թողում այդ դատավորը լավն է, երբ բաց չի թողում այդ դատավորը նշանակում իշխանության հրահանգն է արել։ Այսինքն, եթե իշխանությունն ու ընդդիմությունը շատ գոհ չեն դատական համակարգից, ուրեմն նշանակում դատական համակարգը մոտավորապես կայանում է։ Եթե վարչապետի գրառումներով չեն ուղեկցվում քրեական գործերը եւ ձերբակալությունները, պարոն Գրիգորյան։ Ես համոզված եմ, որ վարչապետի գրառումներով չեն ուղեկցվում, որովհետեւ ուղեկցվում են։ Սամվել Կարապետյանի պահը ես ասացի։ Տնից երբ որ դուրս էր գալիս ձերբակալության պահեր,
այդ բառը չեմ ուզում ասել, մեր եթերում արգելված է։ Դե եկել են ասում էր բանա, եկել են ասում էր դու գնացեք, ես եկել եմ, ես փրկելու եմ, ես Իհարկե ասում էր փոքրիկ խմբակ եւ այլն, այս ամեն ինչը կա, ուզում եմ ասել այնպես շատ միակողմանի չստացվի հարցադրումները, բայց նա ամեն դեպքում վարչապետ։ Տեսեք, այսպես էր, օտար երկրից եկել է, հաթաթայա տալիս վարչապետին, հաթաթայա տալիս իշխող կուսակցությանը, խմբակցությանը, այսինքն ինքը հաթաթայա տալիս 600,000 Հայաստանի 600,000 եւ ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ըստ էության իրանք են մեզ ուղարկել դա։ Այսինքն մենք իրանը որից է բան պետքա դատավորները, չգիտեմ, քննչականը եւ այլն, համապատասխան գործողություն պետք է անել, թե չէ։ Այսինքն եթե ինքը, տեսեք, ինքը որ եկել էր, ինքը չէր պատկերացնում այս ամեն ինչ։ Ինքը գիտեր ինքը բանն է, ամենա միլիարդատեր դոլարով եւ ինքը մտածում էր, որ գալու է ու բոլորն այստեղ իրանը խոնարհվելու են, բայց այդպես չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, սա ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն է եւ դրսի օլիգարխները այստեղ որևէ մի բան չեն կարող հրամցնել ժողովրդին եւ որևէ մի ձև չեն կարող նաեւ նեղացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին դրած իշխանություններին։ Այստեղ ժողովուրդն է որոշում։ Իրանց մոտ այդ տարօրինակ է, անկեղծ եմ ասում, թե ընդդիմության, թե Սամվել Կարապետյանի թե մյուսի համար իրանց համար տարօրինակ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշում ու դուք իմ հետ կհամաձայնեք, որ մենք երբևիցե ընտրություններին կեղծել, չգիտեմ, պետական ռեսուրս օգտագործել, ընդ որում պետական ռեսուրսը հնարավոր չի որ բոլորը կուսակցական են կամ։ Դե մի քանի տեղեր խնդիրներ կային ամեն դեպքում Վանաձորում, Ալավերդիում, երբ որ ընդդիմության տեխնացուն հաղթում է, հետո ինչ որ հնարքների արդյունքում ձևախեղվում է, փոխվում է արդյունքը պարոն Գրիգորյան եւ մեկ էլ հոп Վանաձորը ունի քաղաքապետ կամ ունի իշխանության դրած մարդը կամ Ալավերդիում ինչ որ մի ավականու անդամ մի գիշեր զարթնում է եւ պարզվում է որ ինքը ԿՊԱ-ական էր թեև ապրելու երկիր կուսակցությունից էր։ Բայց եկեք շատ դետալներ մեջ չմտնենք, էլի, հա։ Ես լսում եմ նաեւ պնդումներ, որ դուք վախեցաք ուղղակի Սամվել Կարապետյանից, որ նա պես Իվանիշվիլի մեթոդով կիշխանազրկից։ Տեսեք, իրականում այդ խոսույթը ծիծաղելի է ամեն դեպքում տվյալ երկրում իշխանությունը վախենա օտարերկրյա օլիգարխից, այդ լուրջ չի։ Թե ազգային բարերարից։ Տեսեք, եթե ես Գեղարքունիքի մարզից եմ, եթե մեկ բարերարություն Գեղարքունիքի մարզում ինձ ցույց տակ, ես 8 անգամ ամյոնից ներողություն խնդրեմ։ Մեկ բարերարություն Գեղարքունիքի մարզում Եվ ըստ էության ցույց տակ, որ մեկ զոհվածի ընտանիքի լույս 1 ամիս անվճար է եղել, ցույց տակ, որ բազմազավակ ընտանիքներից որից է մեկի լույսը վարձը 5 օր, 1 օր ուշացնելու դեպքում չեն անջատել, այսինքն եթե այդ ֆորմատի է բարերարը, ես ամենաուժեղ բարերարը։ Գրասենյակ էր կարծեմ պարոն Կարապետյանը բացում Սևանում եւ խոսում Սևանում տուրիստական սեզոն, եթե չեմ սխալվում, ավելի երկարացնելու ձմեռային նաև ձևեր զարգացնելու վերջերս մի քանի շաբաթ առաջ, բայց մի քանի շաբաթ առաջ օքեյ ամեն ինչ բացում են, հազարած զավոդ են բացում, այդ զավոդները իրենց քաղաքական ղեկավարների ժամանակ իրենց եղբոր որ իրենք են իշխանությանը զավոդները քանդրեցին, ավասարեցին հողին, իմ ասում հազարած զավոդ։ Ամեն դեպքում դուք ինչ խնդիր եք տեսնում, եթե Սամվել Կարապետյանը լինի մեր բոլորիս գաղափարական ղեկավարը 26 ընտրություններից հետո, ինչպես ասում էր Նարեկ Կարապետյանը։ Երբ ինքը կլինի հայ եւ կմտածի հայ է, Հայաստանի քաղաքացի է։ Ներողություն եմ խնդրում, ես բացատրեմ ասած, երբ նա կլինի հայ ասածը, որ կմտածի, ինչպես մտածում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ կմտածի Հայաստանի Հանրապետության մասին, այդ ժամանակ կարելի է այս մասին քննարկել եւ խոսել, բայց այս պահին ինքը օլիգարխա դրսի, իր մտածելակերպը միայն բիզնեսն է դրսում եւ ինքը այսօր եկել է այստեղ, չգիտեմ ինչ ազնարարականով իմ կարծիքն է, դա եւ այդ միանշանակ այդ իրաց մուրազը փորներն է մնալու ու չի ստացվելու։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ավելի լավ գիտեմ, քան վստահ եմ ինքը կամ իր թիմակիցները։ Երևի դուք չեք նայել պարոն Քոչարյանի ասուլիսը, որտեղ նա համոզված էր, որ պարոն Կարապետյանը ավելի շատ ձայն կհավաքեն, քան ԿՊ-ն ունի։ Նայել եմ, ճիշտ ասած, շատ ծիծաղելի եւ շատ զարուրելի այդ հարցազրույցեր կոչվում, ոնց էր կոչվում, այդ ասուլիսը։ Այնտեղ մի դրվագ կա, ես բոլոր տեղերը դա ասելու եմ, պետք է ասեմ, որովհետև իմ համար օրինակ Կարեն Սերոպիչը, Կարեն Դեմիրճյանը իմ համար այլ աշխարհ է եւ իմ ընտանիքի անդամները միշտ իր
հետևորդ են եղել, այնտեղ ասում է Կարեն Դեմիրճյանին ես հաղթել եմ։ Նախ էս, եթե ինքը Կարեն Դեմիրճյանին հաղթել է, ուրեմն ես ու դու այս բանին լուսնի վրա ենք ու քննարկում ենք անում, այդ ժողովուրդը գիտի։ Երկրորդն ասում է Կարեն Դեմիրճյանի մոտ կար հարյուրավոր նախկին գործարարներ, ովքեր վաուչերով վաճառել էին գործարանները, բայց ես իրենց չբռնեցի։ Այսինքն նախ Կարեն Դեմիրճյանը գործարանները սարքողն է եղել, վաճառողը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը եւ հետո ազնարական է եղել, որ այդ գործարաններն հավասարացնեն օղին։ Ես այդ ասուլիսը նայելուց այս դրվագը ուղղակի այստեղ չէի կարող չասել։ Այս ոնց որ մարդկանց դնում են էշի տեղ։ Մարդիկ տեսել են Դեմիրճյան Քոչարյան ընտրությունները։ Այսինքն դու ում դատեիր, որ սա ռեսուրսը պետական, ինչ կար քո ձեռներ, ում դատեիր, որ կոպիտ ասած բուլետիններ էր փոխվում եւ այլն, հասումա չի էլ այդպես բան։ Այն պես վերջում էլ ասման դրա կաշառ չենք բաժանել։ Այս սրա համար ժողովուրդ իրանց չի ընտրում։ Իրանք նայելով ոնց որ իմ ու ձեր աչքերին ու խափում են, որպես ես ասում եմ քաղաքացիների իմաստով։ Ձեր համոզմունքը, որ հաղթելու եք, ինչից է գալիս։ Չէ՞ որ այսպեսի զույգ կա։ Ասեմ, իրանց ընտրաբազան նույնն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ընտրողը երբեք չի ընտրելու ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ ձևավոր շարժում էր, ոնց էր կոչվում, չգիտեմ, մեր ձևով շարժում։ Հա, իրանց չի ընտրելու եւ չի ընտրելու նաեւ այն մյուս ընդդիմադիրներին, որովհետեւ չեմ ասում չի ընտրելու բացարձակապես, կլինեն մարդիկ գաղափարական, որից մեկի մասով չես կարող էլի բռնանաս մարդի կամքին, ամեն մարդ ունի իր համոզմունքը, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նախ պետքա շփվել։ Ես մի բան ասեմ էլի այս մասով։ Իրանք եթե ուզում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն ստանային, գոնե մեկ անգամ ամբիոնից, օրինակ Հայաստան դաշինքը, գոնե մեկ անգամ կասեր, չգիտեմ, Վանաձորի էս ինչ, համայնքում էս ինչ խնդիրի կա։ Այդ համայնքի բնակիչն էլ կտենար, որ իր խնդիրը բարձրաձայնում, կասեր, այդ համես մարդին ընտրեմ։ Իրանք մեկ օրակարգ են ունեցած, քաղաքական մեկ օրակարգ, որը վերաբերում է բացառապես Լեռնային Ղարաբաղին։ Իրանք որևիցե մի համայնքում, որևիցե մի բան չեն ասած։ Կամ հիմա երևի ես ուզում եմ եթերում էլ ասել, երևի Ռոբերտ Քոչարյանը որոշել է Գայիշխանության տեսել է, որ մենք երկաթ բետոնյա այդ լավ կոնստրուկցիաներով դպրոցներ ենք սարքում, հետո այդ դպրոցների արմատունները քանդեն, հանեն, որ կարողանան ծախել։ Այս երկրում էլ իրանցից հետո էլ չկա այն մի բան, որ եթե կարող ես ավելացնել, եթե չէ ծախես, որովհետև իրանք ինչ կա ծախել են։ Պարոն Գրիգորյան, շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի առողջադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Նարեկ Գրիգորյանին։